Երբևէ եղել է, որ պատահական մի ծանոթ հոց գալիս, մի անգամից ընկնեք հիշողությունների գիրկը ու շատ էմոցիաներ վերապրեք։ Դա կոչվում է Պրուստի ֆենոմեն։ Գիտեք, որ մարդկանց դեմքերը եւ ձայները ժամանակի ընթացքում մոռացվում են, բայց հոտերը երբեք։ Պատճառն այն է, որ ի տարբերություն տեսողության եւ լսողության, հոտառությունը մեր միակ զգայարանն է, որի ազդակները շրջանցում են ուղեղի բոլոր տրամաբանական ֆիլտրերը եւ ուղղակիորեն գնում են մեր էմոցիաների եւ հիշողության կենտրոն։ Այ հենց այդ պատճառով է, որ ծանոթ բուրմունքը մեզ մոտ առաջացնում է ոչ թե պարզապես հիշողություն, այլ նույն էմոցիոնալ ալիքը, որը ապրել ենք տարիներ առաջ։ Այդ պահին դու վերապրում ես այն ամենը, ինչ զգացել ես այդ մարդու կողքին։ Եվ երկրորդ հետաքրքիր փաստը, երբ շնչում ես սիրելի մարդու հոտը կամ հագնում ես նրա հագուստը, օրգանիզմում կտրուկ նվազում է ստրեսի հորմոնը կորտիզոլը եւ արտադրվում է հանգստության հորմոն օքսիտոցին։ Բայց իրոք ես որ պատահաբար իմ սիրելի մարդկանց հոտը զգում եմ, գժվում եմ։ Հոտերի մասին կլինի նաև մաս 2, իսկ մեջում մենք միասին կսովորենք դարձնել մեզ ավելի ուժեղ եւ մեր հարաբերությունները ավելի ամուր։ Մյուս տեսանյութերը միգուցե ձեզ նույնպես հետաքրքրեն։